Սահիդի գործընկերներ, սկսում ենք արտադրության նախարարության 2025 թվականի բարեփոխումների վերաբերյալ իրազեկումը արտադրության նախարարը ներկայացնի 25 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, այնուհետև կպատասխանի ձեր հարցերին։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, փորձեմ ամփոփ ներկայացնել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ առաջնահերթ ուզում եմ խոսել մեր օրակարգում մեծ կարևորություն ունեցող թվայնացման գործընթացի մասին եւ կիսվել ձեզ հետ մեր գրանցած հաջողություններով։ Նախորդ տարվա ընթացքում գործարկվեց վարչական դատավարության էլեկտրոնային հարթակը, թվային գործիքը, որի միջոցով մեր քաղաքացիները եւ պրոֆեսիոնալները հնարավորություն ունեն այլևս վարչական դատավարության մասնակից դառնալ էլեկտրոնային եղանակով։ Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ այս համակարգի վերաբերյալ ստացած արձագանքները բավականին դրական են, ինչը արդյունքն է այն մեծ աշխատանքի, որը կատարվել է նախորդի քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի հետ կապված խնդիրները վերհանելու եւ դրանք լուծելու արդյունքում։ Այսինքն սա այն իրավիճակն է, երբ նախորդ փորձից քաղելով դասերը ստեղծել են նոր համակարգ, որից արդեն քաղաքացիները եւ պրոֆեսիոնալները ըստ գոհ են։ Իհարկե համակարգի շարունակական նավարկումը մեր հանձնարարությունն է եւ մենք պարբերաբար եւ վարչական դատավարության էլեկտրոնային հարթակի եւ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային հարթակի վերաբերյալ խնդիրները վեր են քանում եւ դատավորների եւ փաստաբանների եւ ինչի ոչ քաղաքացիների օգնությամբ եւ փորձում են շարունակաբար բարելավել այդ գործող համակարգը։ Թվայնացման մասին խոսելիս պետք է նշեմ, որ մեր առջև դրված խնդիրն է մեր երկրում ունենալ թվայնացված բոլոր դատավարական գործընթացները։ Այս պահին ունենք քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, սնանկության էլեկտրոնային համակարգը, որը նախինը պետք է արդեն գործարկված լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չի գործարկվել, մենք դա գործարկելու ենք արդեն այս մյուս ամսվա սկզբին, ամենաուշ մյուս ամսվա սկզբին, եւ մենք աշխատելու ենք այլևս քրեական դատավարության էլեկտրոնային համակարգի շուրջ, որպեսզի մեր երկրում բոլոր դատավարությունները ունենան էլեկտրոնային հարթակ եւ թվային իրականացման հնարավորություն։ Հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է մեր քաղաքացիների հարուցվող ծառայությունների ոլորտում թվայնացման աշխատանքներին։ Առաջին հերթին ուզում եմ խոսել ԿԿ գործակալության աշխատանքների ամբողջությամբ թվայնացման մասին։ ԿԿ գործակալությունը ունի մի քանի գործառույթ, որոնք վերաբերում են շատ քաղաքացիների, եթե չասեմ բոլոր, դրանք հաստատության գրանցում, ամուսնալության գրանցում, հայության ճանաչում, երեխայի ծննդի գրանցում ծառայություններն են, ինչպես նաև անվանման փոփոխության հետ կապված ծառայություններն են, եւ այս բոլոր ծառայությունները մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել on-line տարբերակով, այսինքն առանց տանից դուրս գալու հեռախոսի միջոցով, նույնականանալով ԵՍՄ համակարգի միջոցով հնարավորություն ունեն գրանցել օրինակ իրենց երեխայի ծնունդը, գրանցել ամուսնությունը եւ օգտվել այն ծառայություններից, որոնք մատուցում է մեր ԿԿ գործակալությունը։ Մենք վերջերս ենք գործարկել էլեկտրոնային համակարգը եւ դեռևս մեծ արշավ չեն իրականացրել, չնայած պետք է մոտ ապագայում իրականացնեն, որպեսզի քաղաքացիների իրազեկության մակարդակը բարձրացնեն, բայց արդեն իսկ ունենք on-line գրանցումներ, օրինակ ամուսնության 173 on-line գրանցում ունենք, ծննդի 66 on-line գրանցում ունենք, ամուսնացության գրանցումների այլ փոքր քանակով ունենք, հայության ճանաչման 3 դեպք ունենք, անվանափոխության 2 առցանց գրանցում ունենք եւ այլն։ Հաջորդ կարևոր ոլորտը դա իրավունական անձանց պետական ռեգիստրի թվայնացումն է եւ այս առումով եւս մեր քաղաքացիների կյանքի հեշտացմանը միտված փոփոխություններ են իրականացվել եւ վերջերս սկսել է գործել էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիների տանից գրանցել իրենց իրավաբանական անձը էլեկտրոնային եղանակով կրկին։ Այսինքն իրականացվելու ԵՍՄ համակարգի միջոցով, ինչու եմ սա շեշտում, որովհետև քաղաքացիների համար կարևոր է իմանալ, որ նրանք հնարավորություն ունեն օգտվել էլեկտրոնային ծառայություններից այն դեպքում, եւ առաջին հերթին ունեն նույնականացման քարտ եւ նույնականացվում է ԵՍՄ համակարգի միջոցով։
Այսպիսով քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն գրանցել ցանկացած կազմակերպային իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով կայքում կարող են գտնել նույնիսկ տիպային կանոնադրության օրինակներ, որոնց հիման վրա կարող են ներկայացնել համապատասխան հայտ եւ գրանցել իրենց իրավաբանական անձանց։ Սա եւս մեկ քայլ է գտնվում քաղաքացիների կյանքի հեշտացման ուղղված։ Հաջորդ թվայնացման գործիքը, որ մենք ունենք, ներդրվել է հաշտարարության ինստիտուտի հետ կապված։ Մեր երկրում արդեն գիտեք, կամ գուցե չգիտեք, ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգը եւ կա համապատասխան թվային հարթակը, որի միջոցով հաշտարարության process-ը կարող է տեղի ունենալ։ Մենք բավականին լավ ցուցանիշներ ունենք այս ոլորտում գրանցած, այն առումով, որ դիմումների շուրջ 30%-ի քննությունը ավարտվում է հաշտության համաձայնությամբ։ Սա նշանակում է, որ 30% դեպքերում ավելի քիչ հայցեր են գնալու դատարան, եւ դատարանը այդքան ծառաբեռնվածություն թոթափելու է եւ հնարավորություն է ունենալ կենտրոնանալ այլ գործերի քննության վրա։ Թվայնացման հաջորդ գործիքը, որը շարունակաբար կատարելագործվում է, դա ARLIS-GTM հարթակն է։ Նոր ինտերֆեյսին արդեն մասնագիտական հանրույթը ծանոթ է, մենք կրկին փորձում ենք հաշվառել բոլոր խնդիրները եւ գնալ դրանց լուծման ճանապարհով, բայց ապագայում ARLIS-ը հնարավորություն է տալու օրենսդրական նախագծեր մշակել հենց կայքի ներսում։ Արդեն ըստ էության այդ հնարավորությունը առկա է եւ մենք սկսել ենք նախարարների հրամաններից եւ վարչապետի հրամաններից եւ նաեւ վերապատրաստել են պետական մարմիններում աշխատող անձանց, որպեսզի նրանք իմանան ինչպես օգտվել ARLIS-ի այն նոր գործիքակազմից, որը հնարավորություն է տալիս նախագիծ մշակել հենց համակարգի ներսում, շրջանառել այն օգտվելով նաև Malbee համակարգից, ինչպես նաև ապահովել է փոխգործելիությունը e-draft համակարգի հետ, հեշտացնելով նախագծերի մշակման եւ դրանց շրջանառության գործընթացը։ Ես ուզում եմ խոսել մի շարք էական նշանակություն ունեցող նախագծերից։ Առաջին հերթին ծանոթությունների հետ կապված օրենսդրական փաթեթի մասին ուզում եմ խոսել։ Դա էլեկտրոնային կամ հրապարակային եղանակով ծանոթությունների ապահովման կառուցակարգերի նախատեսող նախագիծն է, որն այլևս նախագիծ չէ, այլ օրենսդրական ընդունված փաթեթ, այսինքն նախորդ տարվա ընթացքում ազգային ժողովի կողմից ընդունվել է համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը, ինչ է սահմանում այդ նախագծերի փաթեթը։ Սահմանում է քաղաքացիների եւ անձանց, ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ իրավաբանական անձանց պատշաճ ծանոթման կառուցակարգը, ըստ որի քաղաքացիները եւ իրավաբանական անձին հնարավորություն են ունենալու ծանոթվել էլեկտրոնային հարթակների միջոցով, եթե եւ խոսքը կարող եմ արդեն նշել, որ հարթակի մասին է, հարթակ.am կայքի մասին է։ Այնտեղ անձնական տվյալների դաշտում լինելու է ծանոթությունների տեղադրման հնարավորություն եւ քաղաքացիները հնարավորություն են ունենալու իրենց վերաբերելի ծանոթություններին ծանոթանալ այդ հարթակի միջոցով։ Իհարկե, մեկ տվյալ մեկ անգամ սկզբունքը գործելու է, այսինքն քաղաքացիները, եթե ցանկանան ծանոթվել իրենց անձնական էլեկտրոնային հասցեի միջոցով, կարող են հարթակում զետեղել իրենց էլեկտրոնային հասցեն եւ ծանոթվել իրենց սեփական էլեկտրոնային հասցեին։ Կառուցակարգը հետևյալն է, եթե քաղաքացին չի ծանոթանում այդ ծանոթության բովանդակությանը, ապա հիբրիդային տարբերակով, փոստային առաքանի միջոցով տվյալ ծանոթությունը ուղարկվում է քաղաքացու հաշվառման հասցեով։ Եթե քաղաքացին կրկին չի ստանում փաստաթղթային արդեն ծանոթումը, ապա տվյալ ծանոթումը տեղադրվում է azdarar.am կայքում, դառնալով հրապարակային ծանոթում եւ այսպիսով ծանոթումը դառնում է պատշաճ, իսկ ծանոթվողը դառնում է պատշաճ ծանոթված։ Այս օրենսդրական փաթեթով մենք մի շարք հարցեր ենք լուծում, մի կողմից հեշտացնում ենք ծանոթվողների եւ ծանոթվողների կյանքը, այսինքն պարտադիր հայ-փոստ այցելելու այդ խնդիրը լուծվում է եւ մյուս կողմից հեշտացնում ենք մի շարք process-ներ, այդ թվում դատավարական process-ներ, որովհետեւ նկատած կլինեք, որ դատական մի շարք նիստեր հետաձգվում են քաղաքացիների պատշաճ ծանոթված չլինելու պատճառով կամ հետագայում բեկանվում են կրկին պատշաճ ծանոթված չլինելու հանգամանքով պայմանավորված։ Հաջորդ մեգա նախագիծը, որը այս պահին քննարկվում է ազգային ժողովում եւ առաջին ընթերցումը արդեն իսկ անցել է,
գերակա շահի ճանաչմամբ սեփականության իրավունքի սահմանափակմանը վերաբերող օրենսդրական փաթեթն է։ Մենք բավականին երկար այս նախագիծը քննարկել ենք եւ նախագծով լուծվում են այն կարևոր հարցերը, որոնք առաջանում էին այս գործողությունների շղթայի ընթացքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն դատական գործերը, որոնք այսօր կան, վերաբերում են հիմնականում փոխհատուցման չափի հետ կապված վեճերին։ Այսինքն քաղաքացիները չեն համաձայնում հատուցման այն չափին, որը որոշվում է փորձագետների կողմից եւ տրամադրվում այն իրավաբանական օպերատորների կողմից, որոնք ճանաչվում են որպես օպերատոր, եւ մենք որոշեցինք, որպեսզի քաղաքացիներն ունենան մասնակցություն շուկայական արժեքի չափի որոշմանը, այսինքն ունենան ընտրելու հնարավորություն, թե որ գնահատողի կողմից պետք է այդ գնահատումը իրականացվի, ինչպես նաև ներկա կարգավորմամբ նախատեսվում է, որ քաղաքացիներին տրամադրվում է շուկայական արժեք գումարած դրա 15%-ը։ Մենք հիմա նախատեսել ենք, որ եւս 15% կփոխանցվի քաղաքացիներին, այսինքն շուկայական արժեք գումարած 30%, եթե քաղաքացիները առանց դատական վեճերի ցանկանան փոխանցել իրենց սեփականության իրավունքը, եւ քանի որ հիմնական խնդիրն այն է, որ այդ վեճերը տևում են երկար եւ սեփականության իրավունքի փոխանցումն այս պահին կապվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հետ, մենք այդ փուլը տեղափոխել ենք ավելի վաղ փուլ եւ անհամաձայնության դեպքում շուկայական արժեքի վերաբերյալ համապատասխան գումարը փոխանցվում է դեպոզիտ հաշվին, որը ցանկացած պահին կարող է տնօրինել քաղաքացին եւ սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է դառնում այդ պահից, ինչը քաղաքացուն չի զրկում փոխհատուցման չափը վիճարկելու հնարավորությունից։ Այսինքն դատական process-ը կրկին կարող է տեղի ունենալ, բայց սեփականության իրավունքի փոխանցման պահը տեղափոխվել է ավելի վաղ փուլ։ Եվ նաև մշակել են քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ կառուցակարգեր եւ նաև փոխհատուցման չափի որոշման հստակ չափանիշներ, օրինակ, եթե բիզնեսի տարածք է վերցվում, ապա 1 տարվա բաց թողնված օգուտ, վնասների հատուցում եւ այլն, դրանք պետք է հաշվարկվեն շուկայական արժեքի մեջ, եթե միակ բնակարանն է վերցվում, ապա հաշվարկման մեխանիզմը այլ է, մի խոսքով շատ ավելի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը միտված փաթեթի մասին է խոսքը եւ սա արվում է նրա համար, որպեսզի մենք հետագայում խուսափենք այն խնդիրներից, որոնք նախկինում առաջացել են, խոսքը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախկինում արձանագրված խախտումների մասին է։ Նշեմ նաև, որ այս փաթեթը անցել է Վենետիկի հանձնաժողովի ֆիլտրով եւ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Հաջորդ մեգանախագիծը դա սնանկության մասին օրենսգիրքն է։ Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, ցավով եմ նշում, որ սնանկությունը եւ այդ process-ը ավելի շատ օգտագործվում է պարտատերերի պարտքը փակելուց խուսափելու համար եւ հստակ ոչ թե հստակ չեն, այլ մեղմ են այն պայմանները, որոնց առկայության դեպքում անձը կարող է ճանաչվել սնանկ, ինչպես նաեւ չկան հետևանքներ սնանկ ճանաչվելուց հետո անձի հետ կապված վարքագիծ դրսևորելու համատեքստում։ Այս բոլոր խնդիրների լուծմանն է միտված սնանկության նոր օրենսգիրքը, որը համապարփակ եւ համալիր կերպով կարգավորելու է եւ նյութական եւ դատավարական օրենսդրությունը եւ կենտրոնում ունենալու է առողջացման գաղափարը։ Այսինքն մենք մինչեւ սնանկության վարույթը կանխարգելիչ վարույթներ ենք նախատեսում, որպեսզի պարտապան իրավաբանական անձինք եւ ոչ միայն իրավաբանական, այլ նաեւ ֆիզիկական անձինք հնարավորություններ ունենան առողջանալու եւ ոչ թե սնանկանալու, լուծարվելու եւ այլն։ Այս նախագիծը արժանացել է կառավարության հավանությանը եւ ապագայում քննարկվելու ազգային ժողովում։ Հաջորդ կարևոր նախագիծը ունի մեր երկրում դատավարությունները կարելի ասել ավելի արդյունավետ կերպով կարգավորելու միտք եւ նաեւ ժամկետների հարցում նոր կարգավորումներ ունենալու մտադրություն։ Խոսքը բոլոր դատարաններում գործերի քննության կոնկրետ ժամկետներ նախատեսելու նախաձեռնության մասին է։ Յուրաքանչյուր նախագծով մենք հիմա տարբեր փուլերում ենք գտնվում։ Օրինակ, քրեական վերաքննիչ դատարանում
սահմանվում է գործերի քննության 6 ամսյա ժամկետ, այն մեկ կամ եթե չեմ սխալվում 2 անգամ մեկ անգամ 4 ամսով երկարացնելու հնարավորությամբ, իհարկե այդ երկարացումը պետք է լինի պատճառաբանված որոշմամբ եւ այդ նախագծով նախատեսվում է նաեւ վերաքննիչ բողոքի գրավոր քննության ընթացակարգ։ Իհարկե նախատեսվում են նաեւ հնարավորություններ, եթե կողմը կամ դատարանը ցանկություն ունի տեղափոխվել բանավոր քննության, դա կարող է տեղի ունենալ, այսինքն այնպես չէ, որ մենք ասում ենք վերջնական, որ միայն գրավոր քննություն է տեղի ունենալու քրեական վերաքննիչ դատարանում։ Այս նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է ազգային ժողովի կողմից եւ քննարկվելու է երկրորդ անգամ։ Հաջորդ նախագիծը վերաբերում է վարչական վերաքննիչ դատարանին։ Այս դեպքում մենք կրկին սահմանում ենք գործերի քննության 6 ամսյա ժամկետ եւ սահմանում ենք գրավորության սկզբունք։ Այս նախագիծը կրկին առաջին ընթերցմամբ արժանացել է ազգային ժողովի հավանությանը եւ տեղափոխվել ենք այլևս երկրորդ ընթերցման փուլ։ Մյուս բոլոր դատարանների դատավարություններում ժամկետների նախատեսմանը վերաբերող նախագծերը բացի քրեական դատարանից, խոսքը առաջին ատյանի դատարանի գործերի քննության ժամկետների սահմանման մասին է, այլևս գտնվում են ազգային ժողովի տիրույթում առաջին ընթերցման հետ կապված քննարկումը շուտով արդեն տեղի կունենա։ Ինչ է սա նշանակում, որ մենք որդեգրում ենք եւ ապահովելու ենք քաղաքացիների համար կանխատեսելիության գաղափարը։ Այսինքն քաղաքացին, եթե առնչվի դատարանի հետ, պետք է իր համար կանխատեսելի լինի, որ իր գործի վերաբերյալ քննությունը տևելու է օրինակ առավելագույնը 1 տարի կամ առավելագույնը 2 տարի, եւ սա շատ լուրջ ու կարեւոր քայլ է միտված ողջամիտ ժամկետներում գործերի քննության սկզբունքի իրացմանը, դատավարությունների արդյունավետ իրականացման սկզբունքի իրականացմանը եւ մի շարք այլ սկզբունքների ապահովմանը։ Ամենամեծ խնդիրն է դեռևս սա, որ մեր պետությունում գոյություն ունի եւ մենք գնում ենք դա ռադիկալ կերպով լուծելու ճանապարհով, որովհետեւ մեր ուսումնասիրությունն ցույց է տալիս, որ որքան էլ մենք ասենք, որ դատավորների քանակը քիչ է եւ փորձենք հաստիկներ ավելացնել, աշխատավարձ բարձրացնել եւ այլն, միևնույն է խնդիրը չենք լուծում։ Իհարկե, զուգահեռ նաեւ պետք է աշխատենք դատարանները այլ ճանապարհներով բեռնաթափելու ուղղությամբ։ Մեկ օրինակ կբերեմ, այսօր ամենածանրաբեռնվածը աշխատում է ըստ էության վարչական դատարանը, վարչական վերաքննիչ դատարանում մեծ փոփոխություն է տեղի ունենալու, այս նախագիծը եւս առաջին ընթերցմամբ հաստատվել է ազգային ժողովի կողմից, խոսքը պետական մարմինների վերադասության կարգով, այսինքն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակման նախագծի մասին է, մինչև 300,000 դրամ տուգանքներով ակտերը պետական մարմինները այլևս հնարավորություն չեն ունենալու բողոքարկել վերաքննիչ դատարան եւ վիճակագրական թվերը փաստում են, որ այս փոփոխության իրականացմամբ վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափվելու է 30%-ով։ Այսինքն վարչական դատարանը հնարավորություն է ունենալու կենտրոնանալ այլ գործերի վրա եւ ավելի արագ քննել գործերը եւ քանի որ նախորդին նշեցի, որ ունենալու են հստակ ժամկետ գործերի քննության, ըստ էության մեր քաղաքացիները կարծում եմ պետք է ապագայում 1-2 տարի հետո գոնե թե գոհ լինեն այն process-ի տևողությունից, որի մեջ իրենք կհայտնվեն։ Հաջորդ կարևոր փոփոխությունը, որը տեղի ունեցել, կրկին պրոֆեսիոնալների գործելակերպի կանխատեսելիության ապահովման է ավելի միտված եւ կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքը բարեվարկության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակման պահանջի սահմանման մասին է։ Սա եւս այլևս առանցել է ԱԺ հավանության առաջին ընթերցմամբ եւ երկրորդ ընթերցմամբ կլսվի առաջիկայում։ Ինչ նախագիծ է սա։ Մի շարք պաշտոնների պարագայում պարտադիր է, որպեսզի թեկնածուներն անցնեն բարեվարկության ստուգում,
որի արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տրամադրում է եզրակացություն կամ բացասական կամ դրական։ Իհարկե այդ եզրակացությունը ունի խորհրդատվական բնույթ, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նշանակող մարմինները, այսինքն այն մարմինները, որոնք տվյալ պաշտոնում անձին նշանակելու հնարավորություն ունեն, շատ հաճախ հաշվի չեն նստում այդ եզրակացության բովանդակության հետ եւ առաջխաղացման են գնում մարդիկ կամ նշանակվում են պաշտոններում մարդիկ, ովքեր ունեն բացասական եզրակացություն։ Սա պրակտիկայում չի բացառվում եւ ապագայում էլ չեն կարող բացառել, բայց որպեսզի նշանակումներն ավելի կանխատեսելի դարձնենք եւ հանրության համար թափանցիկ, սահմանել ենք պահանջ նշանակման դեպքում բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելու։ Այսինքն, եթե նշանակող մարմինը կհամարի, որ միևնույն է, պետք է հաղթահարել այդ եզրակացությունը եւ նշանակել պաշտոնում անձին, ապա պետք է այդ եզրակացության եզրափակիչ մասը տեսանելի լինի մեր բոլորի համար։ Հաջորդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը, որը եղել է, դա էթիկայի եւ կարգապահական հարցերի դատավորների հանձնաժողովի հետ կապված փոփոխությունն է։ Այստեղ ունենք շահերի բալանսավորման խնդիր, դատավորների թիվը շատ ավելի մեծ է, քան իրավաբան գիտնականների, մենք փորձում ենք բալանսավորել, նախատեսում ենք 3 նոր տեղ իրավաբան գիտնականների համար, որպեսզի գերատեսչական շահը իսպառ բացառենք։ Մենք քննարկել ենք նաև անձնական տվյալների պաշտպանության նոր առանձին մարմնի ստեղծման հնարավորություն նախատեսող հայեցակարգը եւ հիմա մշակում ենք օրենսդրական նախագիծը։ Սա այն մասին է, որ մեր պետությունում պետք է գործի առանձին մարմին բավարար ռեսուրսով, որպեսզի կարողանանք մենք այս ոլորտում մեր աշխատանքները կազմակերպել շատ ավելի արդյունավետ եւ միտված մարդու անձնական տվյալների պաշտպանությանը։ Եվ նաև մեկ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտին, որը կրկին քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն է միտված եւ պետք է նշեմ, որ այս հարցին մեր ուշադրությունը հրավիրել են հենց քաղաքացիները նախարարի հետ հարց ու պատասխան ձևաչափի ընթացքում։ Այսօր մենք ունենք միակ բնակարանի, պարտապանին պատկանող միակ բնակարանի օտարման մինիմալ գին, որը նախկինում 4.900.000 դրամներ, փոխհատուցման արժեքի մասին է խոսքը, մենք դա բարձրացրինք 7.800.000 դրամի հասցրինք, այսինքն հիմա չի օտարվելու միակ բնակարանը պարտապանին պատկանող, եթե դրա արժեքը նվազ է 7.800.000 դրամից, իսկ եթե նվազ չէ, ապա պարտապանին տրամադրվելու է 7.800.000, ես միլիարդ եմ նշել, 7.800.000 դրամի փոխհատուցում, որպեսզի շփոթ չառաջանա։ Մենք նաև զարգացրել ենք վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները, սա ևս մեկ գործիք է դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու, մեր երկրում գործում են արբիտրաժի եւ հաշտարարության ինստիտուտները, գործում է նաև արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ձեզ չծանրաբեռնելու համար թվական տվյալներ չեմ նշի, բայց կնշեմ, որ դրանք կայացման ճանապարհին են այս ինստիտուտները եւ որքան կայանան, այնքան դատարանների ծանրաբեռնվածությունը կթոթափվի։ Մեկ լավ լուր ևս ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարի մենք ունեցել ենք 100% կատարողական ցուցանիշ, ինչի արդյունքում մեր պետությանն է փոխանցվել 5.5 միլիոն եվրո։ Ես իհարկե շատ երկար կարող եմ խոսել, երկու բառով ասեմ քրեակատարական ծառայության հետ կապված աշխատանքի մասին, մենք շարունակում ենք բարելավել պատժի կրման պայմանները եւ անազատության մեջ պահվող անձանց գտնվելու վայրերի կենսապայմանները, այսպես ասեմ, մենք շատ լայնածավալ վերանորոգման շինարարական աշխատանքներ ենք իրականացրել բոլոր քրեակատարական հիմնարկներում եւ այդ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում եւ մեկ շատ կարեւոր լուր, որի մասին ուզում եմ խոսել, իհարկե դա նորություն չէ, բայց մեզ վերջապես հաջողվեց փակել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարական հիմնարկը։ Այսինքն մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում, փոխարենը Արմավիր քրեակատարական կենտրոնում գործում է բժշկական հագեցած նոր սարքավորումներով ստացիոնար
ստորաբաժանում եւ այս բարեփոխումը մենք իրականացրել ենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի ունակ լինենք մատուցել այդ անձանց բժշկական պատշաճ սպասարկում։ Եվ երկու բառով ներկայացնեմ մեր առաջիկա անելիքները։ Եկող տարվա համար մեր առաջնահերթություններն են իհարկե նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը, եւ դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում, չենք շեղվելու նաեւ այն ժամկետներից, որոնց մասին որ ես նախորդիվ խոսել եմ բազմիցս, եւ մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտ ամիսն է շարունակում մնալ, այսինքն մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա այլևս կլինի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ուղարկվել է վարչապետի աշխատակազմ եւ առաջիկայում կքննարկվի նաեւ նախարարական կոմիտեներում։ Հույս ունենք, որ առաջին 6 ամիսների ընթացքում կկարողանանք վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը արժանացնել կառավարության հավանությանը։ Մենք կատարելագործում ենք պատիվ պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտը եւ բազմիցս ինձ ուղղվել է հարց, թե համաներում լինելու է թե ոչ, ես ասել եմ ոչ, փոխարենը կենտրոնանում ենք անհատականացնող մեթոդների վրա, այսինքն անձանց անհատականացնող եւ անհատական մոտեցում ցուցաբերելու ունակ մեթոդների վրա եւ պատիվ պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը հենց այս մեթոդներից է եւ մենք լավարկելու ենք մեր զեկույցների որակը, ինչը նաև հնարավորություն է տալու դատարաններին ավելի հաճախ կիրառել այս ինստիտուտը եւ համեմատության համար ուզում եմ նշել, որ այս տարի արդեն բավականին դերական ցուցանիշ ունենք այս առումով, եթե չեմ սխալվում, այս տարի պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ, նախորդ տարի ազատվել էին 138-ը, այսինքն վերջին ամիս եթե չեմ սխալվում, մեկ դեպք պետք է որ լիներ, բայց նախորդիվ 5-ից ավել ցմահ ազատազրկվածներ ազատվել էին պատժից պայմանական վաղակետ, բայց մի բան ներողություն չեմ ավարտել, հիմա ավարտեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ։ Պատկից թելնել կտրվեց ցմահ ազատազրկվածների հետ կապված եւ ոչ միայն ցմահ ազատազրկվածների հետ կապված, այլ բոլոր պատիժ կրող անձանց հետ կապված անհատական մոտեցումը ենթադրում է նաեւ պատժի կրման պայմանների բարելավում գոտիների փոփոխության միջոցով, անվտանգության գոտիների մասին է խոսքը եւ այս տարի ցուցանիշները բավականին դրական են։ Այսինքն տասնյակից ավել որոշումներ են կայացվել հօգուտ պատիժ կրող անձանց գոտիների տեղափոխման հետ կապված եւ այս քաղաքականությունը մենք շարունակելու ենք միանշանակ։ Այսինքն անազատության մեջ գտնվող անձանց դրական վարքագծի պարագայում միանշանակ նրանք հավակնելու են, որպեսզի իրենց անվտանգային գոտիները ավելի հեշտ եւ արագ փոփոխվեն։ Իհարկե արագությունը արդեն օրենսդրության հնարավորությունների սահմաններում է։ Եվ առաջնահերթությունների հետ կապված խոսելիս պետք է նշեմ նաև թվայնացման օրակարգի մասին եւ արդեն ասացի, որ սնանկության էլեկտրոնային համակարգը պետք է գործարկվի, ապագայում նաև պետք է ունենանք քրեական դատավարությունը թվայնացված։ Մենք հիմա աշխատում ենք քրեակատարողական ծառայության էլեկտրոնային հարթակի վրա, ինչպես նաև պրոբացիայի հարթակի վրա եւ այս համակարգերը կրկին պետք է լիովին թվայնացված լինեն։ Աշխատում ենք նաև էլեկտրոնային նոտարական գործի ուղղությամբ եւ մեր գերնպատակն է, որպեսզի մեր արխիվները կարողանանք հնարավորինս արագ թվայնացնել եւ ԿԿԱԿ արխիվի մասին է խոսքը եւ նաեւ ազգային արխիվի մասին է խոսքը, ինչի համար անհրաժեշտ է նաեւ ունենալ առանձին հայեցակարգ ազգային արխիվի զարգացման եւ ապագայում դրա գործողությունների։ Մյուս բոլոր առաջնահերթությունները վերաբերում են կրկին դատարանների գործունեության արդյունավետ գործունեության իրականացման ապահովմանը։ Մենք շարունակելու ենք այս ոլորտում մեր քաղաքականությունը չշեղվելով այն սկզբունքներից, որոնք արդեն իսկ որդեգրված են, կրկին սկզբունքները ողջամտորեն բեռնաթափմանն են միտված լինելու եւ կանխատեսելիություն նախատեսող չափանիշների սահմանմանը, այսինքն որ քաղաքացին իմանա, թե իր հետ
ինչպես եւ երբ է կատարվելու, եթե նա ինչ-որ պատճառով հայտնվի մեր դատարանների տիրույթում։ Եվ ես կուզեմ նշել եւս մի քանի թվական ցուցանիշ։ Այսօր քրեակատարական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը կալանավոր եւ 1463-ը դատապարտյալ, այսինքն վերջին 5 տարիների ներողություն, վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը ավել է, քան կալանավորների թիվը, արդեն 57-ով։ Սա բավականին դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է եւ փոխարենը ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ։ Այսինքն սա նշանակում է պրոցեսների արագացման մասին։ Եվ հոսունության մասին եմ ուզում ձեզ տվյալ տրամադրել, տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ երբ հայտնում են քրեակատարական հիմնարկում, այնտեղից դուրս չեն գալիս կամ շատ ուշ են դուրս գալիս։ Ես միայն նախորդ տարվա ցուցանիշը ձեզ կներկայացնեմ։ Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ, եթե համատենք 2024 թվականի հետ, ապա 2024-ին 2064-ն է եղել այդ թիվը, եւ ՔԿՀ-ից դուրս է եկել, քրեակատարական հիմնարկներից դուրս է եկել 2396 անձ։ Այսինքն ըստ էության ամեն տարի մենք նույն թվով անձանց մուտք ու անձանց ելք ենք ունենում։ Իհարկե դրանց մեջ կան մարդիկ, որոնք տևական ժամանակով պատիժ կամ կալանք են կրում, բայց հոսունությունը բավականին մեծ է։ Ու սա շատ կարևոր թվական ցուցանիշ է, որի մասին դուք եւ նաեւ մեր քաղաքացիները պետք է տեղյակ լինենք։ Այսինքն սա նաեւ խոսում է այն մեծ աշխատանքի մասին, որ բոլոր մարմիններն են իրականացնում։ Որ մենք անընդհատ ասում ենք, որ դատապարտյալների ու կալանավորների թիվը 2500-ից ավել է կամ 2800 է, դա մշտապես փոփոխվող թիվ է եւ մշտապես կամ հիմնականում վերաբերում է տարբեր անձանց եւ ոչ թե նույն անձանց։ Շնորհակալություն, ես այստեղ կանգ կառնեմ եւ բացենք արդեն հարցերի հարթակ։ Տիկին Գալյան, սահմանադրության հետ կապված, քանի որ լրագրող եք, որ զարմանք առաջացավ ժամկետների մասով, կխնդրեի, որ նորից անդրադառնանք խոսքը այս տարվա մարտ ամսվա մասին է։ Գուցե վրիպեցի նախորդ տարվա ցուցանիշների համեմատ էր հաջորդ տարին, այս տարվա